Այսինքն ծխերը տարգել եմ, լկստում եմ։ Ամառային ուտեստներ Կամանչայի բացօթյա։ Զովացնող ու իհարկե պաղպաղակային գլաս է։ Մեր գլասը խելագարվելիք է ուղղակի։ Ո՞տ եմ տալիս գալ փորձել, մի շնչով կարաս խմես։ Պաղպաղակները վանիլային, սրանից համով վանիլային պաղպաղակ Երևանում դժվար թե գտնեք։ Բալանսավորված թե յուղայնությունը, թե վանիլային համը, թե քաղցրությունը համով է։ 19 օրա ծխելը թարգել եմ ու այս լկստվելիքները շատ են ինձ օգնել։ Ելակով պաղպաղակը այնքան երջանկություն է տալիս, որ խելու մասին չես մտածում։ Մեղրով ու պոպոկով պաղպաղակային անամոթությունների սեղան։ Այս կարա չաղացնի 20,000 քայլ պետք է քայլեմ։ Լավ ակեի, դավան ենք վերցնում պաղպաղակը ուղղակի անտանելի համով։ Ու դե իհարկե Արմատի հերոսուհին Տրուձեն խնձորով մատուցվում է հատուկ սոուսով ու պաղպաղակով։ Այստեղ դիետոլոգները թող գնան իսկականից էկրաններից։ Քաղցր, թթու, տաք, սառը, ասես խառնվում է իրար ու հատ ուրիշ հրավառություն է համերի ու զգացողությունների։ Շատ լավ։ 9 տարի է կողբացի փողոցի վրա, շտրուդելը հենց սենց է մատուցվում, ժամանակով փորձված է։ Դե այս ամեն ինչը ուտելուց հետո այն արդեն որ գալիս է պահը, որ պետք է նստեք, զրուցեք, բամբասեք, ինչ կա չկա քաղաքում, բան, այդտեղ գալիս է այս բզբզալու պահը։ Չլորը հասել է արդեն գիլաս, այս ամառը։ Ելոք ինչ անենք, համեր ստեղծենք նոր, շոկոլադ, պաղպաղակ, համեցեք Կամանչա, այլեք մեր հրաշք բացօթյան, սառը պաղպաղակներով։